Անկախության հանրաքվեի և սահմանադրության օրը Արցախի վերնախավը սկսեց եռաբլուրից։ Սամվել Շահրամանյանը, ԱԺ նախագահը, պետնախարարը, պատգամավորները, Արցախի հասարակական գործիչները ծաղիկներ են խոնարհել զինվորական պանթեոնում։ Հաջորդ կանգառը Արցախի ներկայացուցչությունն էր։ Խորհրդարանական լսումներ սահմանադրության օրվան նվիրված։ Օրակարգում երկու հարց կար՝ վերադարձի իրավունք և գերիների հարց։ Հայաստանի իշխանությունները փորձում են մոռացության ենթարկել Արցախը։ Այնուհանդերձ մենք չենք մոռանալու Արցախը։ Արտաքին քաղաքական օրակարգից հանում են իրենց հայրենակիցների իրավունքների պաշտպանությունը։ Մենք պարտավոր ենք ընդդիմանալ այդ մոտեցմանը։ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը նշեց, որ վերադարձի հարցով կոնֆլիկտային մի շարք խնդիրների շուրջ դեռևս չկա հստակ դիրքորոշում։ Նրա խոսքով միջազգային բոլոր նորմերով Արցախի հայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք, սակայն գործընթացի իրականացումն ու ժամկետները մնում են բաց։ Մեզ մեղադրում են, որ մենք հաշվի չենք առնում Հայաստանի Հանրապետության հետ կապված անվտանգության խնդիրները, դա բացարձակապես իրականությանը չի համապատասխանում, մեր բավականին զուսպ պահվածքը պայմանավորված է ինչ-որ տեղ և այդ հանգամանքով ու կարծում եմ Հայաստանի իշխանությունները այդ հարցում պետք է ըմբռնման մոտիկանան և մեր այսօրվա միջոցառմանը և ընդհանրապես մեր դիրքորոշմանը Արցախ հավաքական վերադարձի հարցում։ Լսումների մասնակիցներն ընդգծեցին Հայաստան-Ադրբեջան երկարատև խաղաղությունը հնարավոր է միայն արցախցիների վերադարձով, իսկ այն, ինչ իրատեսական չէ այսօր, միանգամայն իրատեսական կարող է լինել վաղը։ Արցախահայության վերադարձի հարցը, արցախահայության իրավունքների պաշտպանման հարցը, դա ոչ միայն եւ ոչ այդքան արցախահայության եւ Արցախի հանրապետության խնդիրն է, դա համայն հայության եւ Հայաստանի հանրապետության անվտանգային խնդիրն է։ Քանզի նույն թուրքի եւ ադրբեջանցու համար բնավ կապ չունի արցախցի ես, հայաստանցի ես, փյորքից ես, մեզ դիտարկում են իրենք, ես նկատի ունեմ հայերին, ընդհանուր առմամբ որպես թշնամական տարր։ Կարծում եմ դեպքերը յուրաքանչյուրի շրջապատում էլ կան, երբ մեր արցախցի հայրենակիցները ստիպված են լինում նաև լքել Հայաստանի Հանրապետությունը։ Եվ իհարկե երկրորդ շեշտադրումը, որը որևէ պարագայում երբևէ չենք կարող անտեսել, դա մեր գերեվարված եւ անհետ կորած անձանց հարցն է, հա։ Այս հարցը եւս մեր ազգային արժանապատվության եւ մեր արդարադատության հարցն է, ուստի մեր բոլոր հնարավոր այդպես ձևակերպումների, հնարավորությունների շրջանակներում մենք այս հարցը պետք է բարձրաձայնենք եւ ամեն ինչ անենք, որ գերեվարված անձինք վերադառնան Հայաստան։ Հայաստանի կառավարության սոցիալական աջակցության ծրագրերի ծավալի ու շահառուների թվի կրճատումը խորացրել է արցախցիների սոցիալական դրությունը։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեգամ Ստեփանյանը նշում է, որ 2 տարի անց տեղահանված շուրջ 25,000 ընտանիքներից պետական բնակարանային ծրագրի միջոցով բնակարան կարողացել է ձեռք բերել միայն 1500-ը։